Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ունենք նոր երգի եւ տեսահոլովակի պրեմիերա։ Իսկ նոր երգն ու տեսահոլովակը միանշանակ ներկայացնում է Գեորգ Մարտիրոսյանը, բարի առավոտ Գեորգ։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ հասա վերջապես ձեր մոտ ուշացում եմ։ Ինչ էր պատահել, որ ուշացել էր Գեորգ։ Էլ մի պրոբկա էր, չէ՞։ Անկեղծ ասա հերոստատից։ Անկեղծ ասում եմ, Ժողովուրդ ջան, դուրը փակել էի վրս գնացել էի։ Տանեցին է դուրը փակել ենք, որը գնաց։ Ասել ենք չփակեն, դե երեխեն փակե գնացել չէր հասկացա։ Տես միջև դպրոցից եկավ դուրը բացեց։ Պապան կներեք ընկեր ինչան է դասը, պապաս տունա մնացել։ Հա, չէ, անկեղծ ասեմ, լավ։ Որը խնդան։ Էդ Գեորգ շատ լավ։ Լավ, հիմա լավ չի որ տունես մնացել, բայց լավ որ հասար եթե։ Չէ, հա։ Հա։ Հիմա արի հասկանանք ինչ նոր տեսահոլովակ եւ գործ ես պատրաստել։ Պատրաստում թե պատրաստել, արդեն կա եթերում էսա կլինի։ Երգի անունը Արամատա։ Երգը տենց գրել է մեր իմ ընկեր Բրենշեկերը Ջորջը։ Ինքը համ ռեժիսորն է այս երգի տեսահոլովակի, համ գործիքավորողն է, համ երաժշտության հեղինակն է, բառերը գրել է Վալտերը Արտեմ։ Ու տենց թիմային տենց սիրուն աշխատանք են կարել, ինքը տենց շատ տաք ռիթմերով, կարծում եմ տրամադրություն բարձրացնող, որ մեր ազգին շատ է պետք։ Դե ես կարծում եմ որ այս առավոտը լա պետք։ Վայել ենք հենց հիմա եւ վերադառնանք ու շարունակենք զրույցը։ Արևից էլ տաք ես, հազարից մի հատ ես, ու մամարս խեն թաքնվել, մտածում եմ սիրտդ գերել, քո մասին երգերս տես, իմ ամեն տողում գրկեմ քեզ, գուցե եւ այսպես խենթանամ, գուցե եւ այսպես էլ համաձայն եմ ես, համաձայն եմ քեզ թաքուն սիրել, սիրտս քեզ մնա, ոչ ոք չի մանա, ես չեմ ուզում ոչինչ փոխել, արամատնա, քո արամատնա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրո, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկա կանանա, արամատնա, քո արամատնա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրո, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկա կանանա, քանի մատակ ես, Tur motenam kes, yes. Koko hisis moranam, matovi genam ushagam. Putes ki fanatnem, yes. Miki shere kiche gites, kosinovem khela garmel. Michev kesis vonsen mapre. Hamazaynem kes takon sires. Sirtas kes mana, ոչ ոք չի մանա, ես չեմ ուզում ոչինչ փոխել, արամատնա, քո արամատնա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրո, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկա կանանա, արամատնա, քո արամատնա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրո, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկա կանանա. Շշուկով քեզ ասեմ դու էլի մնա, ամեն օր քեզ հետ կկրկնեմ սիրով ես ամեն օր. Արամատնա, քո արամատնա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրո, ասես մանանա, զգում եմ ես անգամ էդ իսկա կանանա, արամատնա, քո արամատնա, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրո, ասես մանանա, Շնորհավորում ենք Գեորգին, տեսահոլովակի հետ կապված Գեորգին շնորհավորում ենք։ Շնորհակալություն։ Դասատուն է երեխու։ Բանալին հոգիս, բանալին հետ ասում։ Ուզում ես խոսած տեղ մեկ-մեկ լսվի։
Բարև ձեզ։ Լավ, Կարեն Մոլիտվին կարծեմ բոլորը գիտեն, ուղղակի անցնում էր, այդպես տեսավ եւ Ասում էր տենց երկար տարիներ չէինք տեսել։ Գևորգի երկար տարիներ։ Տենց ասի ինչ կլինի նստի։ Դե պատմում ինչ կա։ Պատմում եմ, լավ, ընտիր կանանային Մենք եթե խանգարում ենք դուրս գանք, դուք շարունակեք։ շատ լավ է, Կարճան, քո մոտ լավ է ամեն ինչ։ Գևորգ ջան։ Գևորգ։ Հա, Այս գնացի չխանգարեմ։ Շնորհակալություն Կարեն բանալին հասցնելու համար։ Հիմա խոսենք տեսահոլովակից։ չէ, փաստորեն ցես լավ է որ մեր նման գժեր կան։ Այո։ Առավոտ ավելի ուրախ է անցնում։ Շատ լավ է։ Տեսահոլովակից։ Տեսահոլովակը ինչպես նկատեցիք ռետրո տենց վիճակի մեջ է, երգետ ընդհանրապես կապ չունի, բայց տենց փորձել ենք համատեղենք, տենց ինքը տենց ժամանակակից երգա ռետրո ինչ-որ ոճով տեսահոլովակի հետ կապված, ու տենց կարծում որ ստացվել է, տենց շատ սիրուն գունային, տենց ասեմ որ օպերատորն էլ ու հենց մոնտաժանողն էլ Տիգրան Նավետիսյան, շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր որ աշխատեցին մեզ հետ, կարծում եմ շատ սիրուն բան ենք ստացել հետաքրքիր։ Այո, գարնանային ռիթմեր, որ այսպես գնում ենք դեպի համար։ Եվ քանի որ Սուրենը երբ հարցը տալիս էր նոր տեսահոլովակի հետ կապված, դուք այսիք աշխատում եմ այս պահին այդ տեսահոլովակի վրա, թե որը որ արդեն եղել է, մենք հասկացանք, որ նոր տեսահոլովակը կա, բայց դուք արդեն աշխատում եք հաջորդի վրա։ Հա, կա։ Մի քիչ այդ մասին էլ խոսենք։ Ուրեմն նոր երգս ըստ երևույթի կլինի մի փոքր ուրիշ ոճով, ուրիշ ոճ ասելով ավելի հանգիստ, սրանից հետո երևի կլինի, ինքը կլինի ավելի շատ հետաքրքիր պատմություն ունի մի հատ երգ, որը որ տենց մի ժամվա մեջ է եղել այդ ամեն ինչը, ու տենց ոնց որ ընկերներս ստուդիայում էին, իրանց ընկերոջ հարսանիքն էր հաջորդ օրը, տենց գիշերը 12-ին զանգել են ու տենց սենց բան ենք մտածել, մի հատ երգա ուզում ենք որ վաղը պրեմիեր անենք, մեր ընկերոջը նվեր անենք, ու տենց ես գիշերը 12-ին գործից հետո զանգում են ինձ, ես իջնում եմ ստուդիա ու տենց երգը չլսած բան, ինչա, ոնց է վերեք բան, տենց մի կես ժամ, մի ժամվա մեջ Ստեղծվեց արդեն։ ձայնագրվում ենք այդ երգը արդեն։ Ու սա պատրաստ ալնում, տես ու շատ տենց հետո տենց շատ դուրս եկավ, տենց հետաքրքիր տենց բան կար մեջը։ Ու ոճային էլ մի քիչ ուրիշ էր իմ ոճի հետ կապված, բայց կարծում եմ որ շատ սիրուն է ստացվել ու մտածում եմ որ դրա վրա ինչ որ հետաքրքիր մի բան անեմ, որ ոնց որ ասած տանկ ժողովրդն էլ իր գնահատականը տա։ Այսինքն տեսահոլովակ կունենա։ Հա, անպայման։ Նկարով չի լինի։ Պրեմիերան կանենք այստեղ էլի։ Պրեմիերան անենք այստեղ։ Արդեն պայմանավորվեց։ Արդեն բան կանեմ, բանալի կպայեմ մոտս, որ տանը չմնամ, ու տենց շուտ կարողանամ գամ հասնեմ, որ տենց մի քիչ երկար կարողանանք շփվել։ Ինչ լավ է։ Գևորգ, դե քան որ գնում ենք դեպի ամառ, ինչ պլաններ կան ամառվա հետ կապված։ Ամառվա հետ կապված ավելի շատ երկրից դուրս ինչ որ համերգային պլաններ կան, թե եվրոպական մի քանի քաղաքներ կա, որ պլանավորած է, որ լինենք համերգով, թե ինչ որ հայկական օրեր կա նույն Լոնդոնում, հիմա այդ ամեն ինչով զբաղվում ենք, հիմա առաջ աստված տեսնենք, եթե կլինի։ Իսկ համերգ էստեղ։ Ինչպես։ Համերգ էստեղ։ Հայաստանում դեռ տենց չէ, Հայաստանում իմ ելույթները զուտ միայն ակումբային է, ցավոք հիմա, բայց կաշխատեմ, որ այնպես լինի, որ ինքը դառնա արդեն փոքր կամ ինչ-որ թեթև տենց մենահամերգներ կամ ինչ-որ տենց երեկոներ, արդեն որ մենակ ես կլինեմ։ Դե կսպասենք անհամբեր, ես կարծում եմ որ հնարավորություններ կան, պարզապես պետք է ցանկությունը շատ մեծ լինի, որ այդ ամեն ինչը իրականանա եւ իհարկե նպաստի այդ ամեն ինչի նաեւ ժամանակը, որը այս օրերին շատ քիչ է հերիքում։ Գևորգ, քեզ ուզում ենք մաղթել էլի հաջողություններ, ուզում եմ քեզ նվիրել արև բացիկ, որտեղ ներառված են հայտնի երգերից կամ բանաստեղծություններից հատված, նախատեսված է սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այս մեկը շատ էլի հայտնի երգից է, ուր որ գնաս հետդ կգամ, հենց որ կանչես մոտդ կգամ, սա քեզ կնվիրես ծաղիկներով տիկնոջդ եւ ուզում ենք
Խոհանոցային պարագա քեզ նվիրել։ Ու ասեմ ես երգն հենց երգա, որ ասում է որ գնաս հետդ կգամ, հիմա ինչքան գնացինք հետներս եկավ էս երգը։ Եվ Տրամոնտինա բրազիլական բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը կթեթևացնի խոհանոցային իհարկե տրամադրությունը եւ համոզված եմ որ այս հատուկ ծածկույթը, որը թույլ է տալիս, որպեսզի վրան չհավաքվեն թունավոր բակտերիաները, խոհանոցում մի փոքր ռակարկրի։ Էս ինձ, հա։ Այս ձեր հովանավորների կողմից, հա։ Ես կարամ շնորհակալություն հայտնեմ։ Իհարկե։ Как раз ուզում էի, ասենց այս դանակից էի ուզում։ Ասենց մի հատ լավ բան ունեմ տունը կտրելու, շատ բարակ պետքա կտրվի։ Դե դու կկտրես, կկանչես, մենք կգանք։ Դու ոնց որ տենց իմանայիր ինձ ինչա պետք, ու տես մենք կարծում ենք մտքերը։ Բայց այս մեկը չգիտեմ ինչի համար է տվել։ Այդտեղ նշած է։ Ամեն ինչի համար նշված է թե ինչի համար։ Չէ, ես համաձայն չեմ, էսի ուրիշ բանի համար։ Եվ շնորհակալություն քեզ այս լավ տրամադրության համար եւ Օրվա լավ շնորհակալություն ենք մաղթում ձեզ։ Շնորհակալ եմ ես էլ ձեզ, ձեր եթերները թող սենց գարնանային, սեր լինի, տենց գունավոր լինի, ձեր նման տենց հետաքրքիր, պոզիտիվ լինի, մեր ժողովրդին էլ տենց կարողանաք միշտ ամեն առավոտ տալ ձեր այդ պոզիտիվը։ Շնորհակալ ենք։ Դե ինչ հիմա կլինիկ արժատով դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։